գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեղ չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ներասան, հումորիստ և հաղորդավար Վահե Զիրոյանը Շան TV-ի տաղավարում թռել է նախապես պատրաստված տատամի փափուկ հատվածի վրա։ Սակայն ամեն ինչ նախատեսվածի պես չի ընթացել և նա ընկել է հատակին։ Այս զվարճալի, բայց ավելի շատ անհանգստացնող պահը պատահաբար նկարահանել է բարեսույց Վիկա Մարտիրոսյանը։ Վահե Զիրոյանը հոլովակը հրապարակել է Ինստագրամում և գիծ գրել. «Արվեստը կոտրվածքներ է պահանջում»։ Իսկ մեկնաբանությունների բաժնում արձագանքները բազմաթիվ են ու տարբեր։ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը գրել է. «Բոլորի սիրտը մի պահ քարացավ»։ Իսկ Սոնա Մաթևոսյանն արձագանքել է. «Դե լավ էլի, վախեցա»։ Հումորիստ Պոնչի Սպիրյանն էլ կատակով գրել է. «Էն ինչ գտար»։ Շատ օգտատերեր ևս հումորային մեկնաբանություններով են արձագանքել տեղի ունեցածին։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Հիմա դիմավորեք Նարեկ Ասատրյան, ես թռա։ Արա, ձերս բարի գնաց։ Էսի սքլիկա, տղեք, փոխեք։ Ամեն չէ օքեյ է։ Վա։ Զբոմբելու ես, կյան։ Էսի։ Վրեք ես կայնում ընգնում ես։ Արա, հետև ես բարի գնաց։ Նկարել եմ, սաղ նկարել եմ։ Շտու է տու։ Երեխեք, փող ենք հավաքում վիրահատության համար։ Հլա ճեսի հանգիստ էթեր տուր։ Այսի միանշան եք։ Պրոստը ցեքստերը թանավ, ամեն հետ տեքստը այդքան էլ կարևոր չի։ Արա մարդը վրես լավ չի կարի, ապե։ Իմանանք, հիմա, դիմավորեք, Կյանքի ուղիներով հաղորդաշարի հյուրն էր Վահե Զիրոյանը։ Նյուզը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։ Զիրոյանը խոսեց մանկության տարիների դժվարությունների մասին։ Չեմ մտածել սովորելու մասին, մտածել եմ 16 տարեկան հասուն տղա եմ, որոշեցի դասի չգնամ, գնամ աշխատանքի։ Հացի փռում աշխատել եմ որպես վաճառող և ընթացքում սովորել եմ, թե ինչպես են հաց թխում։ Ընտանեկան ֆինանսական վիճակից ելնելով դպրոցից հետո որոշեցի դառնալ խոհարար, որ ինչ-որ բանով օգնեմ ընտանիքիս։ Բայց առողջականի պատճառով երկար չէի կարողանում ոտքի վրա մնալ։ Թողեցի։ Աշխատել եմ օրը 2000 դրամով, ինձ չէր հետաքրքրում։ Լինելով հանրային մարդ, Զիրոյանի անձնական կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է, և ամեն մի փոփոխություն դառնում է քննարկման առիթ ու առարկա։ Կյանքում հարաբերություններ եղել են, բայց այժմ չկան, գնացողը գնալու է, իսկ մնացողը մնալու։ Այս համոզմունքով Զիրոյանը բաց է թողնում գնացողներին։ Պարզ պիտի լինես, եթե պարզ չեղար հարաբերություններում չի ստացվի ոչ մի բան։ Դա փորձված բան է, եթե եղան գաղտնիքներ մի օր տրաքելու են։ Բաց եմ թողնում սուտ խոսալուց ու դավաճանության դեպքում, որ հիմա դնեմ խորանամ ամեն ինչ էլ եղել է։ Կյանքը պատահում է, Աստված ոչ անի էլի պատահի։ Խոսակցությունները անձնական կյանքի մասին առհասարակ դուր չեն գալիս Զիրոյանին։ Չի ցանկանում, որ այն, ինչ կատարվում է իր կյանքում, մարդիկ քննարկեն ու մշտապես փորձեն պարզել, թե ում հետ է, ինչ է անում և ինչու բաժանվեց։ Դա իր սեփականությունն է, միայն իրենն է ու իր գծած սահմաններին է։ Նշենք, որ դերասան Վահե Զիրոյանը վերջերս հայտնել էր, որ վնասել է ոտքը, ինչի արդյունքում իր մասնակցությամբ ներկայացումները կչեղարկվեն։ Ուզում եմ տեղեկացնել, որ առողջական խնդիրների պատճառով մոտակա ներկայացումները տեղի չեն ունենա, որտեղ ես ունեմ մասնակցություն։ Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք։ Սիրում եմ ձեզ, իմ սիրելի հանդիսատես և շուտապույտ ապաքինում ինձ, նշել էր դերասանը։ Վերջերս նաև սիրված դերասան Վահե Զիրոյանի ծննդյան տարեդարձն էր։ Այս առիթով դերասաններ Պոնչը, Սոնա Մաթևոսյանը, Տոմա Պետրոսյանն իրենց ինստագրամյան էջերում տեսանյութ էին տեղադրել և շնորհավորել իրենց ընկերոջը Վահե Զիրոյանին ծննդյան առթիվ։
Ընկերները նաև ջերմ բարեմաղթանքներ էին գրել Վահեին։ Զիր, սրտիդ չափ, որ ստանաս ամբողջ աշխարհին կհերիքի, ծնունդդ շնորհավոր բրո։ Այժմ ներկայացնում ենք դերասանների մասնակցությամբ զվարճալի տեսանյութը։ Happy birthday to you. Դավա երազանքը սպահում ապե ամենանվիրական երազանքը պահիր Զիրոյան և փչիչ։ Պահի, լավ պահի, կենտրոնացի, ըլնելու է, ինչ պահիր ըլնելու է։ Անա։ Դու արդեն ուսանող ես, քո ծնունդները սենց է։ Պաչեք զիրիկի։ Հարթի բաս ենք անում։ Խնդրանք կա, մի հատ կծեմ։ Happy birthday to you. Happy birthday dear Ziroyan. Happy birthday to you. Ամենանվիրական երազանքը պահիր Զիրոյան և փչիչ։ Պահի, լավ պահի, կենտրոնացի, ըլնելու է, ինչ պահիր ըլնելու է։ Հալա։ Ամիսներ առաջ քննարկվում էր, որ դերասան հումորիստ Զիրոյանը սիրելի ունի։ Նրա ընտրյալը Քրիստինան է։ Զույգը հաճախակի արված համատեղ հրապարակումներով աչքի չի ընկնում։ Զիրոյանի սոցիալական հարթակներում սիրելիի մասնակցությամբ հրապարակումներ գրեթե չկան։ Իսկ Քրիստինայի հրապարակած մի քանի լուսանկարում էլ հստակ չի երևում դերասանի դեմքը։ Ամեն դեպքում Քրիստինեն ուղեկցում էր սիրելիին ամենատարբեր միջոցառումների ժամանակ։ Ներկա էր լինում նաև ներկայացումներին։ Զիրոյանի ընկերները դարձել էին նաև Քրիստինայի ընկերները։ Մեր աչքից չէր վրիպել նաև, որ Քրիստինան և Զիրոյանը դադարել են հետևել իրար սոցիալական հարթակներում։ Բայց Քրիստինան չի ջնջել համատեղ հրապարակումները։ Սա ցույց էր տալիս, որ վատագույն դեպքում զույգը կամ բաժանվել էր, կամ որոշել էր դադար վերցնել հարաբերություններում, կամ էլ հերթական քայլներ կատարել իր շուրջ քննարկումներ ստեղծելու նպատակով։ Վահե Զիրոյանը իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել հայրիկի մասնակցությամբ տեսանյութ, այդպիսով շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։ «Պապ ջան, իմ Զիրոս, ծնունդդ շնորհավոր հերս, ուժեղս», գրել է դերասանը։ Հետևելով հրապարակմանը երևում է, որքան նման է հայրիկին Զիրոյանը։ Գաղտնիք չէ, որ Վահե Զիրոյանը չափազանց մտերիմ է Սոնա Մաթևոսյանի հետ։ Վերջինիս հետ ունեցած վերջին հրապարակումը աղմուկ էր բարձրացրել ինստագրամյան հարթակում։ Սոնան լողազգեստով է, այն էլ ոչ սորական, և հետևյալ հագուստով նա որոշել է նստել Զիրոյանի ուսերին։ Արդյոք չի խանդում Զիրոյանի սիրելին, թե հենց նա է այս լուսանկարի հեղինակը, դժվար է ասել։ Նշենք, որ Զիրոյանի կերպարը բավականին սիրվեց նաև երկուսով հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Ինա Խոջամիրյանն էր։ Հենց այս նախագծի նկարահանումների ընթացքում էլ խոսակցություններ սկսվեցին, թե Ինան և Զիրոյանը իրականում էլ միասին են։ Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեց նրանց համատեղ լուսանկարը, արված ԱՄՆ-ում ձեռք ձեռքի բռնած։ Ավելի ուշ դերասանուհին հաստատեց, որ տարածված լուսանկարում ինքն ու Զիրոյանն են, սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրեցին չմեկնաբանել։ Այդ շրջանում անգամ լուրեր սկսեցին պտտվել, որ զույգն անգամ նշանադրվել է, քանի որ ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում Ինայի ձախ ձեռքի մատնեմատին նկատելի էր մատանին։